Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին դեկտեմբերի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանում դեկտեմբերի 16-ի ցերեկը 17-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարզերում 16-ի ցերեկը 17-ի գիշերն ու առանձին շրջաներում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաներում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաներում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը 18-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 19-ից 21-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, քամին արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով։ Դեկտեմբերի 16-ին ժամը 9-ի դրությամբ Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոտցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաներում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվար անցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Էլփին-Եղեգնաձոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղավազով մշակման աշխատանքներ։ Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։